Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը կառավարության կազմում, հրաժարվել է նաև Ազգային ժողովի պատգամավորի մանդատից։ Թերթի տեղեկություններով Մխիթար Հայրապետյանը, որը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ընտրացուցակի 36-րդ համարն էր եւ ընտրվել էր պատգամավոր, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3։ Ուշագրավ է, որ սա արդեն երկրորդ նման հրաժարականն է նույն քաղաքական շրջանակում։ Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվել էր նաև Մխիթար Հայրապետյանի քավորը Վաղարշակ Հակոբյանը բիզնեսով զբաղվելու հրապարակային պատճառաբանությամբ։ Թերթի տեղեկություններով փոփոխությունները չեն սահմանափակվում միայն անձամբ Հայրապետյանի որոշմամբ։ Նրա ղեկավարած ոլորտում եւս կադրային տեղաշարժերն արդեն մեկնարկել են։ Նախարարի թիմի ներկայացուցիչները հերթով ազատման դիմումներ են ներկայացնում, սկսած նախարարի տեղակալներից։ Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու Հայրապետյանի ծրագիրը դեռ մշուշոտ է, քանի որ ընտրությունները կկայանան մյուս տարվա գարնանը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է 2024 թվականի փետրվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով եղբոր կնոջ Անի Գևորգյանի քրեական հետապնդմանը հայտարարել էր, թե տեղի ունեցածը սխալմունք է, իսկ նրա հարազատը որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքի հետ։ Սակայն ընդամենը մի քանի ամիս անց պարզվեց, որ իրականությունը բոլորովին այլ է։ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատեց, որ Անի Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ թե անմեղ լինելու, ոչ էլ մեղադրանքի անհիմն լինելու պատճառով, այլ գործուն զղջման հիմքով։ Այսինքն հարսը խոստովանել է իր հանցանքը եւ իր պաշտպանի միջոցով միջնորդել է կիրառել հենց գործուն զղջման ինստիտուտը։ Թերթի տեղեկություններով գործի դատաքննությունը փաստացի կանգ է առել։ Պատճառը հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանի ժամանակավոր բացակայությունն է։ Դատավորը հղի է եւ օրենքով սահմանված կարգով առաջիկա մոտ 6 ամիս չի իրականացնելու արդարադատություն։ Գրում է թերթը։ Փաստերթը գրում է, բացի նրանից, որ արդարադատության նախարարություն բարձրագույն դատական խորհուրդ շղթայով կարգապահական բարույթներ է նախաձեռնում ու պատիժներ տալիս այն դատավորներին, որոնք չեն տեղավորում իրենց ցանկալի շրջանակներում, իշխանությունները չեն խորշում նաև այլ զազրելի մեթոդներից։ Օրինակ, օրերս սոցցանցերի պրոիշխանական մի շարք էջեր եւ օգտատերեր ակտիվորեն սկսեցին տարածել սեքսուալ բնույթի ինչ-որ նամակագրություններ, որտեղ արծարծվում էր նաև հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի անունը։ Վերջինս տարածեց հերքող հայտարարություն։ Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է, մի քանի այլ հնչեղ գործեր եւս նրան են մակագրվել։ Հայտնի է նաեւ նրանով, որ ժամանակին եղել է ՔՊԱ-կան, ինչի հիմքով փաստաբանները դատական նիստերին ոչ մեկ անգամ ներկայացրել են դատավորի ինքնաբացարկի միջնորդություններ։ Այնուամենայնիվ, ինչու են իշխանությունները թիրախավորել դատավորին։ Փորձը ցույց է տալիս, որ այդպես լինում է այն դեպքերում, երբ որևէ դատավոր փորձում է ինքնուրույնություն դրսևորել, դատավորի կոչմանը հավատարիմ գործել, այլ ոչ թե իշխանության հրահանգով։ Այնպես որ չի բացառվում, որ Սարգիս Պետրոսյանը ևս հայտնվի իշխանության սև ցուցակում։ Գրում է թերթը։ Հետք կայքը գրում է Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին համալիրը, որը հանրությանը հայտնի է նաև որպես կլոր շենք, կարող է քանդվել։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սրա համար նախադրյալներ է ստեղծում։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում վերջերս հրապարակվել էր կառավարության 2004 թվականի որոշման մեջ փոփոխություններ անելու նախագիծը։ Այլ կերպ ասած, գործադիրը ցանկանում է Երևանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից անել Զվարթնոց օդանավակայանի հին համալիրը, որը գտնվում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Փոփոխություն անելու նախագիծը կազմել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախատեսվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքի արդիականացում եւ գործառնական վերափոխում, այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության եւ շահագործման նորմատիվային պահանջներին։ Նախարարությունից նաեւ նշել են, որ ներկայում հին համալիրը չի օգտագործվում իր սկզբնական նշանակությամբ ու չի համապատասխանում գործող օդանավակայանային ենթակառուցվածքների տեխնիկական եւ անվտանգային պահանջներին։ Գրում է կայքը։